Որքան Հռոմն է հնագույն, նույնքան էլ Հռոմում հայկական համայնքի պատմությունը։ Ինչպիսին է Հռոմում ժամանակակից հայերի կյանքը եւ որոնք են համայնքին վերաբերող վերջին իրադարձությունները։ Բարևձեզ։ Հռոմի մեջ համայնքը շատ փոքր համայնք մնե, թեև պատմական համայնք մնե, որովհետև իր արմատները կգտնե նույնիսկ երրորդ դարուն, բայց ինչպես որ ասի, շատ փոքր համայնք է, ունինք երկու եկեղեցիներ, Սուրբ Վլաս եկեղեցին եւ Սուրբ Նիկողայոս եկեղեցին, ուր պատարակներ կմատուցվին, արարողություններ կկատարվին, ուրեմն երկու մասի բաժնված է կրնամսել համայնքը կան այդ անձերը, որ ծնած են Իտալիա, ապրած են շատոն ծիվեր Իտալիա եւ կան նոր ասենք այդ սպյուրքահայերը, որ այժմ եկած են Հայաստանեն կամ ինչպես ես եկած եմ Լիբանանեն եւ արդեն 30 տարիներ է իվեր գաբրիմ Իտալիա։ Նոր Սփյուռքի մասին է խոսքը։ Իսկ Սպյուրքերով այո, Հայաստանին եկողները նոր սպյուրք կնկատենք, չէ։ շուտով Քրիստոսի հարության տոնն է եւ այնպես է ստացվել, որ այս տարի աշխարհի բոլոր քրիստոնյաները այն նշելու են միևնույն օրը, ապրիլի 20-ին, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, ինչպես Իտալիայում, ուղղափառ համայնքը, կաթոլիկ համայնքը, քրիստոնեական բոլոր համայնքները, Իտալիայում ինչպես են նշելու հայերը եւ մինչեւ այս պահը ինչպես էին նշում այդ տոնը եւ ինչ միջոցառումներ են սպասվում։ Այո, շատ լավ ասիք, այս տարի հիշադակվի Նիկիո ժողովի 1700-ամյակը, որ եղած է առաջին դիեզերական ժողովը, համամիութենական ժողովը, որում մասնակցած են բոլոր եկեղեցիները եւ միասնաբար այդ ժողովի ընթացքին գրված է կամ ընդունված է հավատամքը, որ այսօր գարդասանենք բոլորս բոլոր եկեղեցիները կաթողիկ է, արաքելական, լուսավորչական, օրթոդոքս, բոլոր եկեղեցիները այդ նույն հավատամքի բարերը գարդասանեն եւ այս տարի կհիշադակվի այդ ժողովի 1700-ամյակը եւ զուգադիպություն է, որ դիշտ այս տարի զատկվա դոնը իրապես զուգադիպի նույն թվականին, այսինքն 20 ապրիլին եւ այս տոնը շատ կարեւոր է քրիստոնեության համար, որովհետեւ ասենք սուրբ ծնունդեն ավելի կարեւոր դոմն է, որով Քրիստոսի հարությունն է մեր ասենք թավանած հավատքը։ Հայ համայնքը անշուշտ գիտեք, որ այս դոնի պատրաստության համար գա ավակ շաբաթը, ավակ շաբաթը կսկսի զարգազարդի դոնով, որ պիտի դոնախմբենք մոդորեն եւ վերջը գա ավակ հինգշաբթին, ավակ ուրբաթը, ավակ շաբաթօրը եւ ի վերջո Սուրբ Զատկվա, Սուրբ Հարության դոնը։ Ուրեմն այս Սուրբ Նիկողայոս եկեղեցու մեջ գա ավակ շաբթվա բոլոր արարողությունները կկատարվին, թեև ընդհանրապես մեծ թիվով հայեր չեն գտար մասնակցիր, որտեղ փորձի ժամանակ է, որտեղ ժամը 5-ին կսկսի այս արարողությունները կեսօրի հետքը, վերջը գա խավարման գիշերը, վերջը երկրորդ օրը անշուշտ Հիսուսի տաղման արարողությունն է, վերջը հսկումը գա շաբաթ օրը, մինչև որ հասնենք Սուրբ Հարության տոնին։ Ընդհանրապես հայ համայնքը այսպես դոնախմբած է, այսինքն այս տարի մասնավոր տարբերություն չի գա այլ տարիներու նկատմամբ նույն օրագարկով պիտի դոնե նաև պիտի պատրաստվի դոնելու նաև Հարության տոնը։ Իտալիայում կաթոլիկ հայկական համայնք կա նաև, նրանց թիվը որքան է կազմում, ինչ կենցաղով են ապրում, որ ոլորտներում են ներգրաված։ Նայեցեք, Իտալիո մեջ գաթողիկե արաքելական համայնքներու բաժանումը քիչ մը դժվար է անել, որովհետև օրինակ Միլանի մեջ գա միան արաքելական եկեղեցի, հոն գահաջախեն գաթողիկեները եւ արաքելականները միասին։ Հռոմի մեջ եւս այս եկեղեցիները որցեզիսի գաթողիկե եկեղեցիներ են, բայց այս եկեղեցիները կհաջախեն նաև արաքելականները եւ գաթողիկեները միասնաբար մինչ օրինակ Սուրբ Վլաս եկեղեցին շնորհված է նաև արաքելական եկեղեցու, որովհետեւ արաքելական եկեղեցու հայրերը եւս այնտեղ կարողանան գտարել իրենց մադարակները, իրենց արարողությունները բաժանումի մասին խոսիլը կարծեմ թե քիչ ման հարմար է, որովհետեւ իրապես միացած կրնան գսել համայնք մնե, որ բոլորը կմասնակցին բոլոր արարողություններուն անգախ իրենց այդ թավանած ասենք կամ պատկանելուտենեն եթե արաքելական եկեղեցի է կամ հայ կաթողիկ եկեղեցի է։ Վերջերս Հռոմի պապի որոշմամբ ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը սրբադասվել է։
Այս կարգի որոշումներում ինչ ազդեցություն ունի Իտալիո հայ հոգևոր համայնքը։ Ուրեմն սրբատասված չէ Դագավին, այլ հայտարարված է, որ պիտի սրբատասվի, սրբատասումի Դագավին արարողությունը պիտի ելնա մոտորեն, հոգևոր համայնքը ինչ աստեցություն ունի այս սրբատասման ասենք ընթացքը սկիզբարավ, որովհետև հայ գաթողիկե եկեղեցվո բادرյարքը Ռաֆայել Պետրոս 21-րդը խնդրակիր ներկայացուց Ֆրանցիսկոս Պապին, խնդրելով որ այս տարի, որ նաև հայոց ցեղասպանության 110-րդ ամյակն է, Ինքնադիոս Մալոյան arczepiskopos, որ եղած է Մարտինի arczepiskopos եւ նահատակված է 1915 թվականին, որ Երանելի արդեն հրճակված էր Սուրբ Հովանես Պողոս II կողմէ, ասենք ներարվի Սուրբ Պերուտասի մեջ եւ այս խնդրանքին վրա է որ Ֆրանցիսկոս Պապը հոժարած է եւ ընդունած է որ սրբատասվի, ասենք Իգնատիոս Մալոյանը ինչու քիչ անագնգալ է բոլորի համար, որովհետև լադին եկեղեցվո մոտ, եզերական եկեղեցվո մոտ, որբեսի մեկը երանելի հրճակվի, պետք է արդեն հրաշք գործածելա, մեկ հրաշք։ Իսկ սուրբ դառնալու համար պետք է երկրորդ հրաշքը գործածելա։ Այս բարակային Իգնատիոս Մալոյան arczepiskopos-ը կսրբատասվի նահատակության համար, ոչ թե հրաշք գործելուն համար։ Եվ ասիգա անշուշտ բադիվ է բոլոր հայասկին, որովհետև իր անձով նաև դրան գսել, որ սուրբ կհրճակվին բոլոր նահատակները։ Եվ եթե թույլ կտաք այս տարի այս սրբատասումեն անտին պետք է հիշենք նաև, որ 10-րդ տարեդարձն է այն Սուրբ Գրիգոր Նարեգացիի դիեզերական եկեղեցվով վարդապետ հրճակելուն 2015-ի 12 ապրիլին միշտ այսօրվա քահանայապետ Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը եկեղեցվո վարդապետ հրճակած էր Սուրբ Գրիգոր Նարեգացին եւ այս տարի 12 ապրիլին կհիշատակվի այդ հրճակումին 10-րդ տարեդարձը։ Եվ պարոն Աթարյան, գալով արդեն ձեր բուն գործունեությանը, Վատիկանի ռադիոյի հայկական բաժնի պատասխանատուն եք դուք, ինչ լեզուներով է սփռվում հայկական բովանդակությամբ հաղորդումները, ինչի մասին են, քանի հայկական հաղորդում կա եւ ովքեր են պատրաստողները։ Ուրեմն Վատիկանի ռադիոգայանը ունի 56 լեզուներով հաղորդումներ, որում մեջ նաև ներառված է հայկական լեզուն։ Մեր բաժանմունքը ստեղծված է 1966-ին Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյան կաթողիկոսի ճանկերով, որ իր ղարքին սրբատասման ուղիին վրա է։ 1966-ին իվեր մենք գործենք Ռադիո Վատիկանի ընտանիքեն ներս այդ 56 լեզուներու ներքո, սկզբնական շրջանին ունեինք միան 10 վարգյանոց հայդակիրմը, ժամանակի ընթացքին այս 10 վարգյանները, ներողություն 10 վարգյան շաբաթական էր, վերջ այս 10 վարգյանը դարձավ առօրյա հայդակիր, այսօրվա դրությամբ մենք ունենք 19 վարգյանոց հայդակիրմը, ռադիոյի հայդակիր, եւ ունենք նաև մեր գայքեջը vaticanews.va հասցեին վրա, ուր կհրաբարակենք անշուշտ բոլոր մեր լուրերը, մենք գլալով վատիկանյան գարույց, ռադիո Վատիկանը կպատկանի Վատիկան պետության, անշուշտ մեր առաջին գործունեությունը, առաջնահերթ գործունեությունը հրաբարակել քահանայապետի հայող լուրեր, վատիկանյան լուրեր, բայց մեզի թույլ տրված է նաև հրաբարակել եւ սփռել նաև հայ եկեղեցական կյանքին լուրեր, հայ մշակույթի լուրեր, ինչ որ անշուշտ ամեն օր կկատարենք։ Մեր անձնական ներողություն։ Ինչ լեզվով կսփռվի։ Հայերեն լեզվով։ Այո, ամբողջ հայերեն, արևմտահայերեն լեզվով է անշուշտ, եւ ամենօրյա հայդակին, ինչպես որ ասի մենք ունենք 20-19 վարգյանոց, մեր անձնագազմը շատ փոքր անձնագազմ է, որովհետեւ գազմված է միայն երկու լրագրողներ է, բայց ունենք նաև համագործակիցներ, որ մեր հետ համագործակցին դուրս են։ Այս է ասենք մեր գործունեությունը ընդհանրապես, բայց ինչպես որ ասի, մենք հոգևոր եկեղեցական ռադիո մնենք եւ մեր ասենք առաջնահերթությունը այս լուրերը հաղորդելն է։ Հայաստանից հնարավորություն ունեք ձեզ լսելու։ Անշուշտ
Կարելի է մեզ լսել, մեզի հետևել եւ լսել նաեւ մեր գայքեչի միջոցով, որ ինչպես որսի vaticannews.va-ի վրա է, ուր որ ամեն օր կդեղատրենք նաեւ մեր հաղորդումները։ Ժամանակին կարելիությունը գարջ ալիքներով Հայաստան, ասենք նաեւ սփռել, մինչեւ այսօր ալ կսփռվի, բայց անշուշտ միգուցե դժվար է ճիշտ այդ ժամում, որ մենք ամեն օր մեր հայտակիրը կսփռվի ժամը 6-ին երեկոյան։ Միգուցե դժվար է այդ ժամուն գապվիլ եւ հետեւիլ ռադիոյի միջոցով, ադոր համար այսօր ինտերնետի միջոցով, ցանցի միջոցով շատ ավելի թյուրին է պոդքասթի նման լսել եւ որ գուզեք եւ որ մարդ հարմարություն ունի, այսինքն գապվելու, գրնաուն ընտրել մեր հայտակիրը եւ ատկե անտին մենք մեր ընդհանրապես մեր քրություններուն դագը գտնենք նաև ցայն, այսինքն արձանագրությունը այդ հոդվածին, եթե մեկը ճուզեր գարտալ ժամանակ չունի, գրնա նաև միան երթալ եւ ցայնը մտի գնել եւ իմանալ թե ինչի մասին այդ հոդվածը։